Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Երեկ ես նկատեցի իմ էջերում մարդիկ մտած հայոյում էին ինձ եւ ասում էին ինչու ես գումար պահանջում հայ ազգից։ Դա մեղք է հայ ազգից պահանջել օգնություն։ Ես չեմ նստած տունը, հաշ չեմ մոլում։ Ես նստած եմ իմ առևտուրն եմ անում, իմ երեխայի գոյությունն եմ պաշտպանում։ Ու մեկ էլ կասեմ, իմ հայ ժողովուրդ, ուշքի եկեք, 17 թվականից որոշվել է, որ ընտանիքներին քայքայեն։ Այս ազգային ժողովը ուզում է գենդերային հավասարությունը հաստատի, Ամերիկայի կողմից ընդունված որոշումը կոնվենցիայի, մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան։ Եվ դա համարում է մարդու իրավունքների պաշտպանություն, համասեռամոլներին ազատ թողել է Հայաստանում ֆրֆռալը, կոչ եմ անում լավ տղեկին։ 16 թվականի ավարտին ուշադիր եղեք, երբ որ ազգային ժողովը կուզենա այդ օրենքը հաստատի, ամեն մեկը բենզինով շշերով լիքը կայնում եք ազգային ժողովի դեմը եւ այդ մոմենտին սկսում ենք վառել, ով որ ընդունի այդ որոշումը, այդ օրենքը, նա համասեռամոլ պատգամավոր է։ Ուղղակի ինձ շատ լավ հասկացեք, Հայաստանը տանում են կործանման, այս իշխանությունները, այս կառավարությունը եւ հաստատել է, որ սոցիալական անապահով ընտանիքների երեխաներին զրկեն իրենց ծնողներից։ Այդ օրենքն են ուզում հաստատել։ Ուղղակի կոչ եմ անում, իմ հայ ժողովուրդ, բազմազավակ ընտանիքներ, բազմազավակ ծնողներ, խելքի եկեք, այս իշխանության կամքն է դա, որ այդ ձև անեն, չեն կարում տիրություն անեն ընտանիքներին, չեն կարում ապահովեն այդ ընտանիքներին բազմազավակ եւ ուզում են իրենց երեխաներին իրենց ձեռքներից առնեն։ Կոչ եմ անում իմ հայ ազգ, ուշքի եկեք։ Եվրոպան դա մեր տեղը չի, Եվրոպան չարիք է, Եվրոպան ծառայում է սատանային։ Կոչ եմ անում, խելքի եկեք։ Եկեք Եվրոպայի հայություն, Հայաստան։ Դուք այդտեղ սատանային եք ծառայում։ Եկեք եւ ազատ անկախ Հայաստան ստեղծենք, մեր մշակույթը, մեր ընտանիքը, մեր տունը, մեր տեղը։ Ով հասկանա, թող հասկանա։ Ես էլ գումար չեմ պահանջում ոչ մեկից։ Պահանջում եմ ոտքի կայնել եւ պահանջել այս իշխանությունը շուտապույտ կերպով հեռանա, որովհետեւ չարիքը Հայաստանում եւ ուզում են ընտանիքներից իրենց զավակներին խլել եւ վաճառել օտար երկրներում։ Կոչս ուղում եմ բոլոր հայ ազգին, ոտքի կայնեք, ես էլ չեմ համբերում։ Ես այդ որոշման օրը պատրաստված է տալու եմ ազգային ժողով ու հանկարծ որ մի միլիցեն, որ մի լավ տղա միլիցեն փորձի իմ դեմը կայնելու, փոշմանելու է իրա ծնված տեղը, փոշմանելու է, եթե ինքը լավ տղա, եթե ինքը հայրը, հայ ընտանիքի հայրը պետք է հասկանա ինձի եւ կա միանա իմ կոչին։ Պատրաստված եղեք, սիրելի ոստիկաններ, մենք ձեր համար ենք անելու, ձեր երեխաների, ձեր ընտանիքների, մի ուժելի դու ստանում ես աշխատավարձ 100,000 դրամ եկամուտ եւ չես կարում քո երեխաներին որ կարքնա պահելու, կան քո ձեռից առնեն քո երեխաներին։ Ինձի լավ հասկացեք, այս իշխանությունը դրան է հասցնում, որ այդ օրենքը այստեղ գործի։ Ինչ է, գալ են ձեր երեխաներին եւ նույնասեռականներին տան։ Ոչ եմ անում, բոլորդ ոտքի կայնել, արդեն վերջն է, այստեղ արդեն կուսակցություն չկա, որովհետեւ այդ օրենքների հետևը կայնած են ազգային ժողովի կուսակցությունները, թեկուզ ընդդիմադիր, թեկուզ ոչ ընդդիմադիր, բոլորը պետք է Հայաստանից վերանա կուսակցական պատկանելությունը։ Հայաստանը պետք է դառնա մաքուր հայերի տուն, մաքուր հայերի օջախ, հայ քրիստոնյայի։ Դա այդ օրենքները քրիստոնյային վայր, օրենքներ չեն։ Ոչ եմ անում, կանաներին ոտքի կայնել, եթե մենք արա մոռացա լավ ընդեղ։ Հերիկա։
Ոդիկայնել եւ պայքարել ժողովրդի հետ միասին, եթե դուք սուրբ եք, եթե դուք պաշտում եք Աստծուն, դուք թույլ չեք տա Հայաստանում այդ օրենքները գործեն, նույնասեռական եւ ամեն ինչ։ Եթե հասկանում եք, հասկացեք, եթե չեք հասկանում, դեբիլների համար դպրոց կա։ Կարող եք գալ, ես ձեզի կսովորցնեմ, որն է հայրենասիրությունը, որը չէ, որ է մշակույթը։ Դա ընդունված մշակույթ չի Հայաստանում։ Գալուբոյների տեղը պետք է ստեղծեն համասեռամոլների տեղը մի հատ անկյուն, մի հատ կուճաղ, որ օբշեսվայի մեջ չխառնվեն, իրանք ինչ ուզում են անեն։ Ու Facebook-ներից էր թող մաքրվեն այդ գալուբոյները, այդ համասեռամոլները։ Թե չէ որ ես գժվա, արդեն գժվա, իմ թեմը առնել չի լի, ուզում է գունդը լի, ուզում է պպծ գունդը լի, ինչ ուզում է լի։ Իմ թեմը առնել չեն կարա, որովհետև ես լավ տղա եմ, ես հայրենասեր եմ, ու ինձ շատ լավ գիտեք բոլորդ։ Նայեք չջղանյանա, որ ջղանյացա, բեսամպ եմ ջղանյանում։ Կարող եմ մտցնեմ ավտոիստակ, հարսիկ ու կլասը արկեմ տնեմ կապոտի վրա։ Այ համասեռամոլներ, այ Ամերիկայի թուլեք։ Նայեք վերջները տեկելա։ Էդի դա ես եմ խոստանում։ Ու խոսք եմ տալի, այդ ձև լինելու է, վերջներդ գալու է։ Նայեք, Հայաստանում եթե լավ տղա կա, թող միանա իմ կոչին, ու ես համասեռամոլներին վառեն Հայաստանում, վառեն, ինչ ընտանիքի բռնությունը, եթե մի կին էթում է յոբրի հետ, մարդը բռնում է, իրավունք չունի, այդ մարդը 10 հատ կսնի հետ կնկան, իրավունք չունի, եթե հերը աղջկան տենում է, որ գնում է բոզության, իրավունք չունի այդ ընտանիքի հերը այդ հարցը լուծելու, թե պետք է սոցիոլոգները գան ասեն, լավ անում, դուք խելոք մնացեք, մի նեղացրեք, տենց է կարգը, քրիստոնյային վարված կա դա, իմացեք, որ այդ համասեռամոլները ծառայում է սատանային, ոչ թե Աստծուն, կոչ եմ անում բոլորին, հասկացանք, տղեն աղջկան առաջարկի ուրիշ բան, բայց որ համասեռամոլ երկու տղա իրար հետ, երկու աղջիկ իրար հետ, դա ընդունելի է Աստծու մոտ, դա ընդունված չի, կոչ եմ անում բոլորին, ով որ հայ է ու հայրենասեր է, ու կտենանք, այս պայքարը արդեն Արցախում չի լինելու, այս պայքարը էթալու է Հայաստան, զինված պայքար, Արա տեղել չկա նորմալ, բրծնելով չի։ Լավ, ժողովուրդ ջան, Աստված մեր հետ։ Պետք է մենք ազատագրենք այս սատանայից Հայաստանը։ Գեցե ան Հայաստանը, որ վաղն է գալու։ Ես այդ օրվա պատրաստվում եմ։ Կոչ եմ անում, բոլորը պատրաստեք։ 16 թվի ավարտի։ Մենք իրար հետ 17 թիվը տոնելու ենք հաղթանակով։ Ես դա խոսք եմ տալի, առանց վախենալու, որ ոստիկանն էլ կմոտիկանա, հակահարված կհասցնեք ոստիկանությանը, չսպասեք ձեզ բռնեն կոխեն մեքենաները, գեցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, չկա պայքար, սուքը հավերժ է Հայաստանում։